Բարի երեկո, օրակարգն է Արցախի հանրայինի եթերում։ Մենք փորձում ենք արձագանքել մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին, մտահոգություններին կապված մասնավորապես Արցախի շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակի հետ։ Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների արդյունքում 58 օր շարունակ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչություն ստիպված է անցնել բազմաթիվ դժվարությունների ու զրկանքների միջով։ Ի թիվս այլ իրավունքների խախտման կանգնած է թերսնման եւ ցրտահարման մեծ ռիսկի առջեւ։ Տարբեր միջոցներով եւ խողովակներով փորձ է արվում Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը մարդու իրավունքների խախտման տարաբնույթ դեպքերը միջազգային հարթակներում ներկայացնելու։ Երեկ Արցախյան 23 հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվել է զեկույց, որում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով մարդու իրավունքների լայնածավալ եւ համատարած խախտումների վերաբերյալ բազմաթիվ հիմնավոր փաստեր։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցված սույն զեկույցը որպես այլընտրանքային զեկույց ուղարկել է միջազգային կազմակերպություններին եւ իրավապաշտպան կառույցներին։ Նախաձեռնության նպատակի եւ ակնկալիքների մասին այսօր տաղավարում զրուցելու եմ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատու Անուշ Դանիելյանի եւ քաղաքացիական հաբ եւ երիտասարդների միավորում հանուն արդարության հասարակական կազմակերպությունների անդամ Աստղիկ Բաբայանի հետ։ Բարի երեկո։ Բարի ձեզ։ Նախ սկսենք նախաձեռնության գաղափարից, Աստղիկ, թերևս դուք ներկայացնեք, ինչու առաջացավ այս գաղափարը եւ ինչ նպատակ է հետապնդում զեկույցը։ Նախ շնորհակալություն եմ հայտնում մեր կազմակերպության նախաձեռնությանը հատուկ ուշադրություն դարձնելու համար, իսկապես մասնագիտական արդեն իսկ ձեռքբերված գիտելիքների առկայությունը եւ այս պայմաններում պահի հրամայականով հայրենիքին այդ ամենը ծառայեցնելու անհրաժեշտությունը ստիպում է, որպեսզի ուժերդ կենտրոնացնես եւ ակտիվությունդ փորձես ծառայեցնել այդ բոլոր նախաձեռնություններին, որքանով որ դա հնարավոր է։ Քաղաքացիական հաբ կազմակերպության պատկանում նախաձեռնությունը, որին իրենց միացումն են ցույց տվել, այսպես ասած, նաև Արցախի այլ հասարակական կազմակերպություններ։ Իհարկե, նախաձեռնության նպատակը առաջին հերթին միջազգային հանրությանը ուղղված կոչներ, միգուցե նաև խնդրանքը, որևէ կերպ արձագանքել Ադրբեջանի շարունակվող ոտնձգություններին ուղղված արցախահայության դեմ, ինչը կատարվել է ոչ թե միայն իրավիճակի լուսաբանման միջոցով, այլ կոնկրետ կատարված խախտումների եւ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների կոնվենցիաներով սահմանված մարդու իրավունքների խախտումների կոնկրետ մատնանշմամբ։ Այսինքն զեկույցը պարունակում է ոչ թե միայն իրադարձությունների լուսաբանման նպատակը, այլ կոնկրետ մատնանշում է, թե մարդու որ իրավունքներն են ոտնահարվել։ Ես մի փոքր ծանոթացա զեկույցին, բավականին այսպես ծավալուն 3 տասնյակից ավել էջերով, հա, ըստ օրերի սկսած բլոկադայի առաջին իսկ օրվանից արձանագրված են փաստեր, որ ինչ է կատարվել, այնուհետև անցել եք կոնկրետ իրավունքների խախտման, հա, ինչ դեպքեր են գրանցվել եւ գիտեմ, որ բավականին ակտիվ աշխատել եք փաստահավաք գործունեություն է ծավալել կազմակերպությունը կոնկրետ դեպքերի դրվագների մեջբերմամբ, այս մասին էլ մի փոքր պատմեք։ Որպեսզի, ինչպես գիտենք, ընդհանրապես միջազգային հանրությանը, միջազգային մարմիններին բազմապիսի զեկույցներ են ներկայացվում եւ որպեսզի ցույց տրվի, ապացուցվի այն, որ այդ դեպքերը քիչ չեն, եթե ոչ շատ են, դրա նպատակը հետապնդելով մենք փորձել ենք առանձին հանդիպել որոշ այնպիսի մարդկանց հետ, ովքեր կոնկրետ անմիջականորեն տուժել են բլոկադայից եւ դրանք հիմնականում եղել են մարդիկ, ովքեր բաժանվել են իրենց ընտանիքներից, մասնավորապես այստեղ պետք է հատուկ կարեւորություն տամ երեխաների իրավունքների ոտնահարման թեմային եւ մարդկանց հետ այն երեխաներին, ովքեր գնացել էին Հայաստանում, Երևանում Եվրոտեսիլին մասնակցելու։ Ժամանակագրական առումով դա զեկույցի գրման ընթացքը եւ երեխաների վերադարձի պահը միմյանց
նրանց հետ համընկել են եւ հնարավորություն ենք ունեցել նաեւ այդ մասին նշել զեկույցի մեջ երեխաների հետ հանդիպելու եւ զրուցելու այդ ամեն ինչը արձանագրելու միջոցով։ Իհարկե շատ դժվար է հոգեբանորեն երեխաներին լսելը, բայց երբ հասկանում ես, որ իրենք դրա միջով անցել են, արդեն լսելը շատ քիչ բան է դրա կողքին։ Իմիջիայլոց իրենք հոգեբանորեն ընդհանրապես հոգեճնշված վիճակ ես ինքս որպես իրենց հետ զրուցող չեմ նկատել, եթե անկեղծ լինեմ, բավականին կենտրոնացած, կարծես թե զգալով, որ իրենց ասածը կարևոր է, իրենց տված ինֆորմացիան ուրիշ ոչ մի տեղից հնարավոր չէ ստանալ, իրենք էլ իրենց ամբողջ ուժը կենտրոնացնում էին, որպեսզի ամեն մի դետալ անպայման ներկայացնեին։ Եվ իմիջիայլոց իրենց հետ շատերն են հանդիպել, շատ լրատվամիջոցներ, իրավապաշտպան կառույցներ, բայց իրենք չէին հոգնում եւ շարունակում էին այդ պատմությունները բոլորին ներկայացնել։ Նաեւ մի կնոջ հետ, ով երեք երեխաներին թողել էր Հայաստանի Հանրապետությունում եւ իմիջիայլոց Արցախ էր եկել ոչ թե ինչ որ ուրախ առիթով, այլ հակառակը թաղմանը մասնակցելու կապակցությամբ եւ 7 ամսական երեխայի հետ մնացել էր այստեղ։ 7 ամսական երեխան ինքնին տուժել է կերից, մանկական կեր չունենալու պատճառով, նաեւ գիտենք, որ հոսանքի անջատումները, գազի անջատումները, այդ ամեն ինչը նույնպես երեխայի վրա անդրադառնում է։ Այսինքն նաեւ հստակ օրինակներով, կոնկրետ օրինակներով զեկույցը համեմված է, համալրված է, հա։ Այո, եւ կոնկրետ հղում կատարելով երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի, նշելով թե նրանց կոնկրետ որ իրավունքներն են խախտվել, ընդհանուր կրթության իրավունքը, ինչպես գիտենք, գտնվում էին Հայաստանի Հանրապետությունում եւ մի որոշ ժամանակ իրենց կրթական process-ը ընդհատվել էր։ Իմիջիայլոց ուզում եմ հատուկ շեշտել, որ մարդու ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակվել է ոչ միայն մի երկրից մյուսը տեղափոխվելու առումով, այլ հենց մեր երկրի տարածքում տեղաշարժի առումով, որովհետև մենք ունենք քաղաքացիներ, ովքեր մնացել են Ստեփանակերտում եւ չեն կարողանում գնալ Եղցահող գյուղը, որտեղ հասնելու համար եւս պետք է անցնել այն նույն հատվածով, որտեղ որ այդ էկոակտիվիստները տեղակայված են։ Իբր էկոակտիվիստները։ Շատ լավ, Անուշ, ինչ ազդեցություն կարող է ունենալ հասարակական կազմակերպությունների կողմից հենց կազմված զեկույցը, հա, մեկ այլ բան է պետական կոնկրետ մարմինների կողմից զեկույցների ներկայացումը, մեկ այլ բան է հասարակական հատվածի կողմից հասարակության ձայնը հասցնել միջազգային հարթակներ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ողջունելի է Արցախի հասարակական կազմակերպությունների կողմից պատրաստված այս զեկույցը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտման վերաբերյալ, այն բովանդակային առումով բավականին հագեցած է փաստերով, կոնկրետ օրինակներով, ինչպես նշեց Աստղիկը, եւ մեծ արժեք ունի միջազգային հանրությանը ներկայացնելու համար։ Ճիշտ է, մարդու իրավունքների պաշտպանը միջազգային հարթակներում տարբեր քննարկումների ժամանակ ներկայացնում է երկրում ստեղծված հումանիտար իրավիճակը, սակայն շատ կարևոր է նաև, որ այն բարձրաձայնվի նաև մեր տեղական հասարակական կազմակերպությունների կողմից։ Մարդու իրավունքների պաշտպանը իր ունեցած խողովակներով հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցված այն ուղարկել է համապատասխան միջազգային կառույցներին եւ Գիտեք ինչ կառույցներ են ընդգրկված կառույցներ, կազմակերպություններ, ովքեր անմիջականորեն զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Առաջին հերթին հենց այո, ՄԱԿ-ի մի շարք ՄԱԿ-ի ենթակայության տակ գտնվող մի շարք իրավապաշտպան կառույցներին եւ մի շարք այլ համապատասխան միջազգային կազմակերպություններին։ Ցանկալի է եւ շատ կարեւոր է, որպեսզի հասարակական կազմակերպությունները շարունակեն այս ուղղվածությամբ իրենց աշխատանքները, օրինակ շատ լավ կլինի, եթե նրանց կողմից պատրաստվեն նաեւ շրջափակման փուլում երեխաների, կանանց, տարեցների իրավունքների խախտման վերաբերյալ եւ այստեղ պետք է նշենք, որ մարդու իրավունքների պաշտպանը միշտ պատրաստական է համագործակցելու հասարակական կազմակերպություններից յուրաքանչյուրի հետ եւ
տրամադրել նրանց անհրաժեշտ տեղեկատվությունը եւ այստեղ նաեւ կարող են նրանց համար օգտակար լինել Մարդուրյանքների պաշտպանի կողմից պատրաստած արտահերթ զեկույցները։ Ինչ ակնկալիքներով եք ուղարկել զեկույցը։ Հենց զեկույցի վերջին էջում կոնկրետ նշված է կոչը միջազգային հանրությանը կամ եթե կարելի է այդպես անվանել խնդրանքը, դրանք հիմնականում վերաբերվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ոտնձգություններին վերաբերյալ, այսպես ասած, քննադատողական, դատապարտողական վերաբերմունքի դրսևորմանը, այսինքն եթե միջազգային հանրությունը իր անհանդուրժողականությունը դրսևորի այդպիսի երևույթների նկատմամբ, ապա մենք կարող ենք համարել, որ որոշակի բանի հասել ենք։ Իմիջիայլոց պետք է աշխարհի բոլոր ժողովուրդները գիտակցեն, որ միգուցե այս փուլում այդ իրադարձությունները կատարվում են մեր երկրում, բայց իրենցից յուրաքանչյուրը, իրենցից յուրաքանչյուրի հայրենիքը կարող է հայտնվել այդ հարվածի տակ եւ միգուցե հենց այդ մտածմունքը ստիպի շատերին այսօր 21-րդ դարում իբրև թե քաղաքակիրթ հասարակության պայմաններում արձագանքել եւ դատապարտել Ադրբեջանի գործողությունները։ Իհարկե վերջին այդ զեկույցի մեջ նշված կոչը վերաբերվում է ճանապարհը շուտապույտ բացելուն, կոչ անելուն, որպեսզի ճանապարհը շուտապույտ բացվի։ Եվ իհարկե դրանով պայմանավորված մնացած բոլոր խնդիրներին, որ գազի մատակարարումը եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը, գիտենք, որ ընթացքում մեկ անգամ խափանվեց նաեւ համացանցի բնականոն աշխատանքը եւ իհարկե ընտանիքները միավորվեն։ Մինչ հասարակական կազմակերպությունները իրենց ջանք ու եռանդ չեն խնայում միջազգայնացնելու, Արցախում ստեղծված իրավիճակը, Արցախում ապրող շատ ընտանիքներ, երիտասարդներ, ովքեր պատերազմից հետո վերադարձել են եւ սկսել են տուն կառուցել, շարունակում են նույն մոտիվացիայով իրենց գործն անել, այսինքն ապրել Արցախում, շենացնել եւ անգամ տուն կառուցել։ Այդպիսի մի երիտասարդի մասին է պատմում մեր տեսանյութը առաջարկում եմ դիտել, այնուհետև վերադառնանք ու շարունակենք զրույցը։ Հայրենի Նորագյուղում ծնված եւ մեծացած Արման Մարտիրոսյանը դեռ մանկուց էլ երազում էր իր սեփական տունը կառուցել։ Խորհրդանշական էր նաեւ ընտրված վայրը, այն հողատարածքն էր, որը պատկանում էր զոհված հոր եղբորը։ Երազանքներն իրականանում են, եթե դու ջանք ու սեր ես ներդնում։ Տունը սկսեցինք սարքել առաջին փուլը ես ու երջանկայիշատակ պապաս։ Պապն էր միշտ, քանի որ ինքը արդեն հասունացել էր տարիքով, միշտ շտապում էր ու միշտ ասում էր արի մի բան անենք, քանի կենդանի եմ, մի բանով կօգնեմ։ Եվ սկսեցինք այդ շինարարական աշխատանքները, հիմքի եւ հումքի պատրաստման աշխատանքները։ Հետո 16 թվականին ապրիլյան պատերազմից հետո պապիկը մահացավ, մի կարճ ժամանակով դադարեցինք։ Ես քանի որ համուսման մեջ էի, համ աշխատանքի էի, համ դեռ այդ տարիքում դեռ ամուսնացած չէի, մի որոշ ժամանակ դադար տվեցինք։ Ինչքան էլ զարմանալի թվա, բայց թեժ պատերազմի օրերին էլ մտովի նախագծում էր իր երազած տունը։ Դիրքերում մահվան վտանգի տակ պատկերացնում էր գծանկարները, որոնցից մեկն էլ հանգստի համար պատշգամբ պատրաստելն էր, որտեղից երևում են Ստեփանակերտը, Շուշին եւ Քիրս Սարը։ Այդ իղձը դեռևս մնացել է անկատար։ Միայն Բաքվում պահվող խրոխտ տեսքով Գամփրի անունն է քիչ դրել, ցանկանալով հայկական Սարի անունը ամեն օր տալ։ Պատերազմից հետո եկավ 2-3 կամ 4 օր մաքսիմում հանգստացա։ Արմինեն քանի որ այդ ժամանակ Հայաստանում էր, ինքն էլ շուտ եղավ, առաջիններից մեկը տեղափոխվեց, հետ եկավ Արցախ։ Ստեղ ինձ ունեի նյութ, շինարարական նյութեր ունեի, որոնք ժամանակի եւ եղանակի հետ կապված պետք է փչանային, բայց մարդկանց մոտ այդ պահին չկար տրամադրվածություն, ինչ որ մի բան անելու, մի տեսակ հուսահատություն կար եւ այլն։ Բայց իմ հուսահատությունս ավելի շատ ստան վրա էր արտահայտվում, որ իմ համար սա նպատակ էր, սա երազանք էր, սա իմ համար մի հատ քննության նման մի բան էր, որը պետք է ես հանձնեի ու սիրտս դրանով պետք է հանգստանար։ Եվ մի օր եկա նայեցի պատերին, այն վաղտը պատերն էր հիմնած, ծածկը կար, դեռ տանիքի աշխատանքները ավարտված չէ։ Նայեցի եւ ասացի, չէ, ես պիտի վերջացնեմ, կիսատ չեմ թողնելու,
անկախ ամեն ինչից եւ սկսում են։ Ու սկսեցինք մինչեւ 2020 թվականի տարեվերջ տանիքի աշխատանքները վերջացրեցին, դեռ մի քիչ էլի գործեր կա վերջացրեցի, որ տունը կարողանար ձմեռել։ Հետո արդեն հանգիստ խղճով ձմեռեցինք ու գարնանը նորից նոր շունչ տվեցինք մեր շինարարական աշխատանքներին ու սկսեցինք արդեն ներքին հարդարման աշխատանքները եւ 2021 թվականի դեկտեմբերի 1-ին տեղափոխվեցինք մեր նոր տուն եւ արդեն մի տարի մի քանի ամիս այստեղ են բնակվում, մեր փոքրիկը այստեղ է ծնվել եւ այստեղ է եւ իր առաջի քայլերը անելու, ովքեր երևի այլ վստահ են ու հույսով ենք ու այդպես էլ շարունակում ենք մեր կյանքը։ Ի տարբերություն մայրաքաղաքի, գյուղական միջավայրի վրա շրջափակումը չնչին ազդեցություն է թողել։ Սննդամթերքի սուր պակաս չի զգացվում։ Հաշվի առնելով թշնամու գազամատակարարումն անջատելու սովորությունը, ջեռուցման հետ կապված խնդիրները լուծվել են փայտե վառարաններ տեղադրելով։ Մեր համար դաժե այդ լույսերի անջատումները 2 ժամով մի քիչ ոնց որ ռելաքսի ժամ լինի։ Մեր հիմնական սարգործերը կինս պլանավորում է օրվա ընթացքում երեխայի հետ կապված, սա հասցնում է եւ լույսերի անջատման ժամանակ երեկոյան ժամերին վառում ենք փեչը, մոմը միացնում ու երեխայի հետ այդ 2 ժամում մեզ համար շատ հետաքրքիր է անցնում։ Համ ընտանեկան ջերմություն կա, համ նենց ջերմությունը չի պակասում եւ մեր համար հետաքրքիր է։ Իմ կարծիքով սա ինձ եւ մեր համար դաս է, որ մենք մնալով այստեղ, ապրելով այստեղ պիտի ընդունենք իրողությունը, պիտի հասկանանք ինչ իրավիճակում ենք ապրում ու պիտի քայլենք իրավիճակին համահունչ։ Այսինքն վաղը եթե ճանապարհը բացի մենք անցնենք մեր բնականon կյանքի, մենք պիտի միշտ պատրաստ լինենք նմանատիպ իրավիճակների էլի հանդիպելու։ Մասնագիտությամբ լինելով գյուղատնտես, Արման Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել իրենց հատկացված հողագտորներում, քանի որ կլիման, հողը եւ ջուրը տալիս են այդ հնարավորությունները։ Ուղղակի անհրաժեշտ է աշխատասիրություն։ Ընդունել իրողությունը, ապրել այդ իրողության մեջ եւ միևնույն ժամանակ ցույց տալ ստեղծված իրադրությունը միջազգային հանրությանը, սա է իսկապես թերևս այս պահին մեզ մնում եւ վերադառնալով մեր զրույցին ուզում եմ հարցնել Անուշ, բնականաբար Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շատ հաճախ ցավոք վերջին շրջանում, վերջին 3 տարիների նաեւ պատերազմի հետ կապված հաճախ է զեկույցներ ներկայացնում միջազգային տարբեր կառույցների, կազմակերպությունների արձագանքման ինչ նախադեպեր կան եւ ըստ էության որքանով են մեր սպասելիքները արդարացված։ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մի շարք զեկույցներ, ինչպես դուք նշել եք, եւ կոչեր են ուղղվել միջազգային տարբեր կառույցներին, տարբեր ատյաններում։ Նախադեպեր կարող ենք արձանագրել, որ պատերազմից հետո պաշտպանի կողմից պատրաստված արտահերթ զեկույցներից մի մասը ՄԱԿ-ի կողմից շրջանառվել է հենց իրենց կայքում, իսկ շրջափակման հետ կապված վերջերս Եվրոպայի խորհուրդը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների մասին, որտեղ հստակ նշվում է, որ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի մասին հայտարարության ստանձնած միջազգային պարտականությունները եւ կոչ է անում, որպեսզի ապահովի Արցախի բնակչության անվտանգությունը եւ իրավունքները։ Այո, Նաև պետք է նշել, որ մի շարք ազդեցիկ իրավապաշտպան կառույցներ, ինչպիսիք են Human Rights Watch-ը, Amnesty International, Freedom House-ը նույնպես տարբեր ձևաչափերով կոչեր է արել, որպեսզի ապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը, նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից է կոչ արվել, սակայն ինչպես տեսնում ենք մենք այսօր դրանք բոլորը բավական չեն, որպեսզի սահմանափակեն Ադրբեջանի կողմից հանցավոր քաղաքականությունը, որը հենց միտված է Արցախը հայաթափելուն։ Պետք է արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի կոչերից անցնեն ավելի գործուն քայլերի, թեկուզ դա լինի պատժամիջոցների կիրառմամբ կամ տարբեր ճնշումների միջոցով։
Թերևս հենց այդ ակնկալիք ունենք բոլորս, այդուհանդերձ Աստղիկ ամփոփելով հավատում եք, որ զեկույցի արդյունքում ինչ-որ բան կփոխվի։ Իհարկե հավատում ենք, ընդհանրապես յուրաքանչյուր աշխատանքի կատարման գլխավոր պայմաններից մեկը դրա վերջնանպատակը գոնե մոտավոր կանխատեսելը եւ դրան հավատալն է։ Եվ մենք տեսնում ենք, որ միջազգային հանրության մակարդակով, այսինքն թեկուզ եթե արդեն մարմինների արձագանքի մասին նշվեց, նաեւ այլ երկրների քաղաքացիները նույնպես իրենց մտահոգություն են հայտնում դրա վերաբերյալ։ Շնորհակալություն, կարծում եմ պետք է պարզապես ողողել ամենատարբեր զեկույցներով միջազգային ամենատարբեր հարթակներ, կազմակերպությունների անընդհատ դիմել եւ գուցե այս պարագայում իսկապես արթնանան եւ համարժեք ինչ-որ պատասխան լինի այս իրավիճակի։ Շնորհակալություն ձեզ։ Բլոկադայի առաջացրած դժվարությունները ընդունելով որպես դարձնելով որպես ապրելակերպ երկու փոքրիկ բալիկների մայրիկը շարունակում է հաղթահարել դժվարությունները, առաջարկում եմ դիտել տեսանյութը, այսքանով ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։